Star News-ը շարունակում է պարբերաբար իր հետևորդներին ներկայացնել նոր մանրամասներ դերասան Խաչատուր Հունանյանի առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ դերասանը պայքարում է արագ ընթացող քաղցկեղի դեմ։ Արդեն մի քանի օր է, ինչ դերասանը գտնվում է Գերմանիայում, որտեղից էլ նոր տեսանյութով պատմել է իր առողջական վիճակի եւ բուժման ընթացքի մասին։ Սիրելի հետևորդներ, ես նոր հետ վերադարձա հիվանդանոցից եւ փոխվեց իմ քիմիայի դեղամիջոցները, քանի որ տվյալ դեղամիջոցը նպաստել է, որպեսզի մետաստազները առաջ չգան, բայց չի նպաստել, որպեսզի հետ գնան թոքերի մեջից, այնպես որ փոխվեց դեղամիջոցը, ավելի էֆեկտիվ բան նշանակեցին, հիմա պետք է շարունակենք տվյալ դեղամիջոցը։ Հաջորդ update-ը կանեմ ամսի 16-ին, երբ որ CyberKnife-ի գործողությունը սկսվի։ Լավ մնացեք։ Ողջույններս, սիրելի հետևորդներ, բարեկամներ, ես գտնվում եմ իմ կլինիկային կից ռադիոլոգի դեպարտամենտում, եկել եմ MRI լինեմ, որպեսզի հասկանամ CyberKnife-ը սկսում ենք վաղը թե մյուս օրը, այսօր պետք է նկարենք, քննարկենք եւ հասկանանք, թե ինչպես են այրում անելու գլխի ողնաշարի աճուկի շրջանում։ Ասի քանի մի 10 րոպե ժամանակ ունեմ, ձեր հետ կիսվում, թե ինչ է կատարվում։ Երեք մեր մոտ լավ ձուն է եկել, հիմա էլ հալում արդեն։ Մի քիչ լավ էր, ստեղ ձուն տեսանք, ձունն էլ առողջության նշան է։ Հուսամ բոլորդ լավ եք, ամեն ինչ լավ է, տրամադրությունը լավ է։ Տարածեք այս վիդեոն, post եմ անելու, ձեր post-երը ինձ ահագին օգնել են գումարը բարձրացնելու համար, որպեսզի այս գործողությունը հնարավոր դառնա։ Նախորդ շնորհակալ եմ բոլորից հետ ու Աստված բոլորիս հետ։ Հա, շարունակեմ թեման, քանի սպասում ենք ստեղ, մինչև սրանք իրենց դռները բացեն, 5:30-ով սկսում են աշխատել, ինձ 5:15 ժամադրել են, որպեսզի գամ ուղեղի սկանավորման, հետո դրանից հետո լինելու ուսիս թոքերի կոնքի շրջանում սկանավորումներ, ինչի շտապեցի սկանավորում վերցնեմ ստեղ, որտեվ վերջի մի քանի օրը կոնքիս հատվածում, գլխիս հատվածում կան ցավեր եւ մտածեցի ուղղակի սկանավորման համար գամ այստեղ, մի հատ փորձեմ այդ նույն տեղերը մի հատ նորից նկարներ վերցնեմ, հասկանամ թե ինչ է կատարվում։ Ինչի եմ sense նեգատիվ խոսում այս հիվանդանոցի մասին, որովհետև իրականում էլի դեպքեր եմ լսում մարդկանց հանդեպ վատ վերաբերվելու ու մնացած բաների համար, դրա համար վստահություն չեն ներշնչում այս մարդիկ, ուղղակի գիտեմ, որ նկարները չեն խաբում, նաև այս նկարները պետք է ուղարկեմ Գերմանիայի իմ պրոֆեսորների թիմին, որպեսզի իրանք ժամանակից շուտ կարողանան հասկանան, թե ինչ պրոցեդուրաների մեջ եմ ես անցնելու հետագայում փետրվար ամսին, փետրվարի 12-ից սկսած։ Այսինքն, որպեսզի կոնկրետանանք ու հասկանանք մեր մնալու ժամանակը այնտեղ, պետք է այս ամեն ինչը ունենանք։ Նաև ասեմ մի նորություն, որ հունվարի 22-ին, որը որ 2 օրից է, ես որոշեցի նաև գնալ Հայաստան։ Հայաստանում եւս տեսնել թոքերի մասնագետների, կան մի քանի հոգի կոնկրետ անուններ չասեմ այս պահին, մյուս եթերը կանեմ Հայաստանից եւ կասեմ, թե իրականում մոտ եմ գնացել ու ինչ արդյունքների մասին ենք մենք խոսալու, ինչ որ հուսադող բաներ ասում են, բայց ամեն դեպքում ես ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնում, որպեսզի այս չարաբաստիկ բանից բրծնեմ։ Ինչ ասեմ, լավ եղեք, առողջ եղեք, պոզիտիվ մտածեք, բոլոր քաղցկեղով հիվանդներին կոչ եմ անում ժպտալ, շուշացնել ձեր ժամանակները, ժամադրությունները ձեր բժիշկների ու դիետաների հետ կապված, լավ նայեք այս ամեն ինչին, պետք է գնալ, պետք է նկարել, ոչ մի վարքյան չկասկածեք ու չմտածեք, որ ինչ-որ բան դեպի վատն է գնալու, ամեն ինչ ձեզանից է կախված, պոզիտիվ եղեք։ Սիրում եմ բոլորիդ, երկար ժամանակ եթեր չի արել, բայց կշփվենք էլի։ Կոմենտերում էլ գրեք տեսնեմ դուք ոնց եք։ Ջույն հարգելի հետևորդներ, սիրելի բարեկամներ, իմ շատ սիրելի հայազգ, ասեմ, որ ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում, քաղաք Հրազդանում իմ հայրական տանը, ժամը գիշերը 3:40 է, ես ռեժիմս չի կարգավորվում, քնում արտանում եմ,
մինչև հասկանամ ռեժիմս երբ է դասավորվելու ճիշտ։ Հուսամ բոլորդ լավ եք, երկու բառով ուզում եմ շփվեմ ձեզ հետ իմ հետագա պլանների մասին։ Երկուշաբթի օրը պետք է գնամ հիվանդանոցներ մի քանի, այդ թվում Էրեբունի հիվանդանոց, Միքայելյան հիվանդանոց եւ պետք է հանդիպեմ որոշ մասնագետների, որպեսզի հասկանանք ինչ ենք անելու իմ թոքերի վրա հայտնված մետաստազիկ քաղցկեղի հարցով։ Ասում են այստեղ շատ լավ բաներ կա, հիմա տեսնենք։ Դա դեռ ուղղակի կարծիքի մնալու համար եմ գնում։ Հաջորդիվ պլանները լինելու են ամսի 12-ին Գերմանիա մեկնելս, բայց մինչև այդ ասեմ, թե ինչա կատարվել ամսի 20-ին իմ ռենտգենի պատասխանների հետ կապված։ Ուրեմն ուղեղի մեջից վերացել է մետաստազը, բայց ոսկրային գոյացություն է տեղի ունեցել։ Այս հատվածում գլխացավեր ունեի ու հիմա էլ ունեմ, որտեղ ինչ որ մի բան վերանում է, տեղը ոսկորա լցվում, sense բացատրեցին ինձ ավելի ճիշտ, ես չգիտեմ բժշկական տերմիններով դա ոնց ասեմ, բայց դա նաև ուզում է ինչ որ միջամտություն։ Սակայն այդ ամենը Գերմանիայում արվելու, պետքա հետազոտեն, հասկանանք ինչը ոնց է։ Ուրեմն որոշ տեղերից ուսիս մասից մի քանի բան վերացել է, հետաքաշվել, բայց կա նաև գոյացություն, որ չնչին մի 1 ու 1.5 մմ-ով գնացել է առաջ, նաև կոնքիս վրա նոր գոյացություն կա, որ գնացել է առաջ, դե գիտենք, որ մետաստազիկ քաղցկեղը ինքը տարածվող բնավորություն ունի ու երբեք չես իմանում, թե որտեղ է սյուրպրիզի բերելու քեզ։ Համենայն դեպս կան գոյացություններ նորից, այսինքն պահանջվելու է երկրորդ ռադիացիոն փուլ, պետք է ստանամ ռադիացիա եւ ցանկալի է, որ անեն դրանք նույն բժիշկները, ովքեր արել են հենց առաջինը եւ դա էֆեկտիվ է եղել շատ, այսինքն ես մեկնելու եմ ամսի 12-ին Գերմանիա, որպեսզի ստանամ այդ բուժման երկրորդ կուրսը։ Այդտեղ մի թեմայի շուրջ էլ ասեմ մի բան, որ ինձ գրում եք, որ City of Hope հիվանդանոցի մասին խոսում եք նեգատիվ, մենք ունենք բարեկամ, ով ապաքինվեց, այնտեղ մենք այս հարցում չենք կարող համակարծիք լինել, որովհետև որոշ մարդկանց դեպքում դա աշխատել է ճիշտ, իմ դեպքում չի աշխատել ճիշտ, դրա համար ես ընդհանրապես ասում եմ իմ կարծիքը։ Այսինքն կա լույս եւ կա մութ։ Ձեզ մոտ ստացվել է, իմ մոտ չի ստացվել, բայց ես այս ամեն ինչը հաշվի առնելով ցանկանում եմ բոլորին առողջություն, ես կցանկանամ, որ յուրաքանչյուր մարդ չհասնի դրան, որ գնաք հիվանդանոց, ասենց ասեմ, ապաքինվեք մինչև հիվանդանոց գնալը։ Բայց հիմա իմ դեպքում սենց է ստացվել ու ես ընդհանրապես հայտնում եմ իմ կարծիքը եւ կարող է դա ինչ-որ մեկին օգուտ տա, կարող է ինչ-որ մեկին չտա, բայց ամեն դեպքում համակարծիք ես հարցում չեն կարող ունել, բոլորի դեպքում ուրիշ է։ Օրգանիզմները տարբեր են, մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրի սիստեմը ուրիշ ձև է աշխատում, նյութափոխանակությունները ուրիշ ձև են աշխատում, այնպես որ լինել ոչ մենք ապաքինվել ենք, տենց մի ասեք։ Լավ, այսինքն ձեզնից է խնդիր, ինձանից չի խնդիր։ Ես արել եմ ամեն ինչ, ինչ որ ինձ ասել են, իրանք տվել են դեղորայքի, ինչ որ ես ընդունել եմ, իրանց ասածով եմ արել, բայց արդյունավետ չի եղել ոչ մի բանը։ Բնականաբար ես պետք է արտահայտեմ այդ կարծիքը ու դրա համար է որ գնում եմ օտար երկրներ, այսքան ճանապարհներ, դժվարություններ ու բարդությունների մեջով անցնելով փորձում եմ կռիվ տալ նրա համար, որպեսզի շարունակեմ ապրել եւ մեծացնեմ իմ երեխաներին։ Բնականաբար այս ամեն ինչը դրա համար է արվում։ Հաջորդ հարցը դրամավակի հետ կապված բացվել է նոր GoFundMe հաշվի համար, հղումը ես կթողեմ ինձ վրա, հարցնում եք իմն է թե չէ, այո իմն է, ես եմ բացել, որտեվ սա ծախսատար պրոցես է, ճանապարհորդություն, հիվանդանոցների բուժման փողեր, ամեն ինչը շատ թանկ է։ Ամենայն դեպս ես նորից կոչով դիմել եմ ժողովրդին օգնության համար, նախորդ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն իսկ մասնակցում են այս ամենին։ Սա պարտադիր չի, ովքեր չեն կարողանում ինչ-որ մի բան անել կամ ուզում են ու չի ստացվում, ես ձեզանից եմ շնորհակալ, բոլորից եմ շնորհակալ։ Ուզում եմ ասել, որ դա այո մեր կողմից է բացվել ու այդ հղումները ինչ որ դրված են իմ սայթում, իմ Instagram-յան էջում, դրանք վերաբերվում են ինձ։ Նախորդ շնորհակալություն եմ հայտնում, Աստված բոլորիս հետ, մենք այս ամեն ինչը հաղթահարելու ենք, մտածում ենք պոզիտիվ եւ ցանկանում ենք աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն։ Աստված ձեզ հետ ու մեզ հետ։